Պարոն Վարոսյան, իշխանությունները հրապարակել են ինչ-որ ձայնագրություններ, որոնց հիման վրա մի շարք գործեր են հարուցվել գործիչների, այդ թվում Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Դուք որպես փաստաբան ինչպես եք գնահատում այս գործընթացը։ Այդ գործընթացը մյուս բոլոր զուգահեռ ընթացող, այսպես իրավական շղարշի ներքո ընթացող գործընթացների շարքում եմ ես դիտարկում, դա պարզապես քաղաքական պրոցեսներ են, որոնք դրսևորվում են տարբեր տեսակ շոուներով, ահաբեկչության մասին, այսպես ահասարսուռ ֆիլմերով եւ բանտարկված մարդկանցով։ Տեսեք, բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ խոսքը գնում է 1 տարի առաջ տեղի ունեցած ինչ-որ զրույցների, մի մասը գուցե մի 6 ամիս առաջ տեղի ունեցած զրույցների, որոնք աղճատված ներկայացնում են հանրությանը, ամբողջությամբ չենք էլ տիրապետում դրան, բայց միայն այն հանգամանքը, որ տևական ժամանակ հետո իշխանությունները որոշեցին դա այսպես ասած օգտագործել, դրան տալ քրեական հետապնդման տեսք, ինքնին այսքանը բավարար է հասկանալու համար, որ իրանք էլ են իմացել, որ տակը ոչ մի բան չկա, սա ուղղակի պետքա պահել այնքան ժամանակ, մինչև հարմար առիթ լինի քաղաքական առումով դա օգտագործել։ Այս ամեն ինչը իրավական առումով մեկնաբանելու ենթակայել չի, որովհետև պրոցեսը ինքը իրավական շղարշ ունի, կան դատարանի որոշումներ, կա նախաձեռնված վարույթ, քրեական հետապնդումներ, բայց ինքը իրավունքի ու իրավաբանության հետ կապ չունի։ Որտե՞ղ է տրամաբանությունը։ Նախորդ տարի ասում էին այդտեղ քրեական գործ չկա այդ հայտարարության մեջ, հա, հիմա ասում են արդեն կա։ Եթե անդրադառնանք Աջապայանի պարագային, որը իր կողմից այսպես հրապարակային հարցազրույցներում ներկայացված մտքերն են, թե ինքը այս կամ այն հանգամանքի վերաբերյալ ինչ կարծիք ունի, կամ ինքը ինչպես է նախկինում տեղի ունեցածի լուծումը տեսել կամ ապագայում, գիտեք, ստեղ առհասարակ, ստեղ իրավական առումով քննարկելու ոչինչ չկա, սա դասական խոսքի ազատության ճնշում է, որը ես ինչ եմ կապում ընդհանուր այս հետապնդումների հետ, որովհետև ինչքան մոտենան ընտրությունները, այնքան իշխանությունները փորձելու են ստեղծել մի իրավիճակ, երբ հանրությունը իրենցից վախենա, երբ խոսացող մարդիկ հնարավորինս վախենան, հանրությունն է հնարավորինս լինի կոտրված վիճակում։ Իրանք այս պատրանքն են ուզում ստեղծել։ Այս է այս ամեն ինչի նպատակը։ Աջապայանի պարագայում նորից եմ ասում, քննարկել ինչ-որ բանի տակ, այսպես հանցավոր դրսևորում կա թե չկա, առհասարակ անիմաստ է, որովհետև դա, այսպես ասած, տիպիկ կարծիք ունենալու համար մարդուն, ընդ որում առանց քաղաքական ամբիցիաների մարդուն հետապնդելու, ուզում եմ ասեի փորձ, բայց դա փորձ չի, որովհետև արդեն հետապնդում են։ Էս է, ինչ բնորոշ է։ Սպասելի են եւս այն մարդիկ, ովքեր դեմ կխոսեն Փաշինյանին, սպասելի է, որ նրանք նույնպես կկալանավորվեն։ Ես համոզված եմ, որ այս իշխանությունները վերարտադրվելու համար պատրաստ են ամեն ինչի։ Տեսեք, իրենք մարդիկ են, որոնց հիմնական մասը նահանջելու տեղ չունի։ Մի մասը դառնալու է ոչ մեկ, ինչպես եղել են ամբողջ իրենց կյանքում, մյուս մասն էլ ակնհայտ հասկանում է, թե ինչ վտանգի տակ են իրենք կանգնած, եթե հանկարծ այն նույն ժողովրդի աչքի առաջ, ում մեջքին իրանք այսպես ասած եկան իշխանության, բացվի, թե իրանք ովքեր են, իրենք այդ վտանգը զգում են։ Դրա համար այստեղ ակնհայտ է, որ պայքարը լինելու է շատ դաժան, այո, իհարկե լինելու են ձերբակալություններ, իսկ որտեղ չեն լինում, որևէ տեղ իշխանության պայքարը այսպես փափուկ ու հարթ չի էլ անցնում։ Եվ ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր այսպես ասած, եթե իրականում նպատակադրվել են Հայաստանը ազատագրել այս վարչախմբից, որը իմ խորին համոզմամբ Հայաստանի հետ այնքան էլ առնչություն չունի, պիտի պատրաստ լինեն ամեն ինչի։ Ամեն ինչի։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ըստ էության աջակցեց Փաշինյանի կողմից սանձազերծված քաղաքական հետապնդումները։ Սա կարծում եք ավելի չի ազատելու Հայաստանի իշխանությունների ձեռքերը նոր ապօրինություններ անելու համար։ Ձեր գնահատականը նաև Մակրոնի հայտարարության։
Մակրոնը չէր, որ իր քաղաքական հակառակորդի նկատմամբ քրեական հետապնդում է սկսել Ֆրանսիայում։ Ինչ Մակրոնն նենց ենք ասում, Մակրոն իբր Մակրոնը ժողովրդավարության հայրն է։ Մակրոնն ով է։ Չեմ նայեք, Մակրոնն ով է, ամբողջ աշխարհի ծաղրի առարկա, Մակրոն։ Մենք պիտի դադարենք այսպես մակրոններով առաջնորդվել։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ես կարծում եմ ինքը բավարար չափով արդեն իսկ տեղյակ է, թե որտեղից եւ որ կետերից ինքը ունի հենարաններ եւ որ կետերից չունի։ Նենց որ այնպես չէ, որ սա իրեն նոր այսպես թև ու ուժ է տալու, ինքը ես կարծում եմ առիթ ունեցել է այս ամեն ինչը քննարկել այդ երկակի ստանդարտների սիրահարների հետ նաեւ վաղուց։ Իսկ Մակրոնը, եվրոպական արժեքների ջատագովները, եվրոպական հանձնաժողովը արդեն վաղուց մենք գիտենք, որ իրենք թքած ունեն եւ ժողովրդավարության վրա եւ մարդու իրավունքների վրա։ Իրենք առաջնորդվում են իրենց, այսպես ասած, ձևական շահով։ Մնացածը իրենց հետաքրքիր չի։ Մարդու իրավունքները կարան ոտնահարվեն մինչեւ վերջին աստիճան, եթե ոտնահարողը իրենցն է։ Իրենք առաջնորդվում են այդ երկակի ստանդարտներով։ Եթե հանկարծ մարդու իրավունքների խախտողը իրենցը չլինի, այդ ժամանակ այդ նենց վայնասուն կբարձրացնեն, որ զարմանալի կլինի։